Բարև ձեզ Factor TV-ի հյուրը անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցիացված փորձագետ քաղաքագետ Նարեկ Մինասյանը, ողջույն պարոն Մինասյան։ Ադրբեջանի նախագահ Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական նամակ է ստացել Դոնալդ Թրամփից, կա կարճ անդրադարձ ադրբեջանական հարաբերություններին, Թրամփը ընդգծել է խաղաղության ուղղված կատարված քայլերը, գնահատում եմ Ադրբեջանի աջակցությունը բարեկամական հարաբերությունները մեր գործընկեր Իսրայելի հետ եւ ողջունում եմ այն քայլերը, որ ձեր երկիրը եւ Հայաստանը ձեռնարկում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, սպասում եմ համատեղ աշխատանքի եւ մեր երկրները արագ կշարժվեն դեպի հաջողություն, ԱՄՆ-ն մնում է Ադրբեջանի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության հետևողական պաշտպան մոտ մի շաբաթ առաջ էլ Թրամփի ուղերձը Բաքվում հնչեցրեց պետքարտուղարության էներգետիկ հարցերով բարձրաստիճան պաշտոնյան, որը այն մասին էր, որ նախագահ Թրամփը սպասում է Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրմանը, այնպես կմեկնաբանեք երկու նախագահի ուղերձները, այսպես ասենք, նախագահի երկու ուղերձները։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում կարծես թե Թրամփի ադմինիստրացիան նոր է այդ շփումները սկսում, ի տարբերություն հայկական կողմի, որը դեռ ամիսներ առաջ էր այդ կոնտակտները հաստատել եւ բավական հաջող համագործակցություններ ծավալում, ադրբեջանական կողմից բարբերաբար հնչում էին այսպես պատրաստակամության ուղերձներ, շփումներ սկսելու, ինչ-որ հաղորդակցության ձևաչափեր հաստատելու ուղղությամբ, սակայն Վաշինգտոնից հստակ արձագանքներ չկային։ Սակայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում մենք տեսանք այս ուղերձները, առաջինը պետքարտուղարության ներկայացուցիչներ, որը ըստ էության Բաքվում կազմակերպված միջոցառմանը մասնակցեց էներգետիկ թեմայով եւ հստակ ուղերձ տվեց, որ նախագահ Թրամփը սպասում է այդ համաձայնագրի ստորագրմանը, ինչը բավական հստակ եւ կարեւոր ուղերձ է, եւ այսօր արդեն Նովրուզի կապակցությամբ շնորհավորանքում կային երկու այսպես ուղերձներ, մի կողմ թողնելով են ֆորմալ ձևակերպումները, տարածքային ամբողջականության, անկախության, ինքնիշխանության աջակցությունը դա մի կողմ թողնելով, հիմնական ուղերձներից մեկը այն էր, որ հստակ ակնարկ կար Ադրբեջան-Իսրայել համագործակցության հետ կապված Միացյալ Նահանգների դրական վերաբերմունքին, ինչի մասին կարծում եմ մի փոքր առավել մանրամասն կարող ենք խոսել, եւ երկրորդը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ Երևանի եւ Բաքվի ջանքերին։ Այստեղ կարեւոր էր նաեւ, որ այսպես հավասար մոտեցում է ցուցաբերվում, չի ընդգծվում ադրբեջանական կողմի ջանքերը միայն, այլ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչը բավական կարեւոր է եւ օբյեկտիվ գնահատական է, դեռ ավելին հայկական կողմը ըստ էության շատ ավելի կառուցողական է դիրքավորում, քան Ադրբեջանը։ Շատ լավ, իսկ եթե պարոն Մինասյան, մենք ակնկալենք կոնկրետություն Միացյալ Նահանգների կողմից, այ իրավունք ունենք կոնկրետություն ակնկալել Հայաստան-Ադրբեջան համաձայնագիրը, որ 17 կետից է բաղկացած եւ արդեն ամբողջությամբ համաձայնեցված է, տանել առաջ ստորագրման, ջանքեր ներդնել ստորագրման, ուղղությամբ այստեղ մի քանի արգելքներ կա, որ Ադրբեջանի կողմից է առաջացում դե Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցն է, Մինսկի խմբի լուծարման կոնկրետացում, երբ որ ասում եմ ամերիկյան միջամտություն, որ այս պահանջները դուրս հանվեն, որովհետև Հայաստանը բոլորը գիտեն այդ թվում ամերիկյան կողմը, որ ինստիտուցիոնալ երաշխիքներ արդեն իսկ տվել են, նույն ՍԴ-ի որոշմամբ եւ պայմանագրում գրված, որ տարածքային պահանջներ չունենք։ Իրավիճակը բավական հստակ է։ Ադրբեջանը փաստացի Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է, Ադրբեջանը փաստացի շարունակում է ցկցկել դրա ստորագրումը եւ չի ցուցաբերում քաղաքական կամք։ Քաղաքական կամքի այս չցուցաբերման ֆոնին առաջ են քաշում ամենատարբեր նախապայմաններ, ընդ որում սահմանային իրավիճակի էսկալացիայի իմիտացիա է ստեղծվում եւ այլն եւ այլն։ Այս ողջ գործիքակազմը ըստ էության վկայում է, որ Ադրբեջանը չի ցանկանում այս պահին առնվազն կարճաժամկետ կտրվածքում ստորագրել խաղաղության պայմանագիր։ Ստեղծված իրավիճակում միակ հնարավոր գործիքակազմը Ադրբեջանի վրա ազդելու դա միջազգային դերակատարների այսպես ճնշումն է, աջակցությունն է կամ ներգրավվածությունն է։ Այստեղ կա մի նշբություն, եվրոպական կողմը կարծես թե ունի իր խնդիրները եւ այդքան էլ հետաքրքրվածություն չի ցուցաբերում, մասնավորապես ԵՄ խորհրդի նոր նախագահը Կոշտան այդքան էլ մեծ հետաքրքրվածություն չի ցուցաբերում ի տարբերություն իր նախորդի Շարլ Միշելի եւ բացի այդ ադրբեջանական կողմը եվրոպական միջնորդական այսպես նախաձեռնությունների առաջարկների հետ կապված այդքան էլ այսպես ոգևորված չէ եւ բնականաբար մերժելու է։ Եվ միակ դերակատարը ոնց որ թե Եվրոպայի մասով նրանք չունենալ այսպես գործուն մեխանիզմներ ազդեցության լծակների հակելու Ադրբեջանը օրինակ։ Եվ ներկայումս միակ
ըստ էության դերակատարը փաստացի Միացյալ Նահանգներն է, առավել եւս իր անկանխատեսելի վարչակազմով, Թրամփի վարչակազմով, որը հանուն ինչ որ առումով նաեւ հանուն անձնական ամբիցիաների պատրաստ է նաև բավական կոշտ գործիքակազմ կիրառել օրինակ Ադրբեջանի վրա նրան կառուցողականության դաշտ տեղափոխելու համար։ Տեսականորեն սա հնարավոր է, սակայն ողջ հարցը կայանում է նրանում, արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է բավական այսպես լրջորեն ներգրավել այս գործընթացում եւ բ արդյոք Միացյալ Նահանգների համար այս հարցը ունի այն կարեւորությունը, որի համար ինքը պատրաստ է կիրառել իր այս դեպության գործիքակազմը Ադրբեջանին ճնշելու համար։ Եվ գ, քանի որ ունենք բավական անկանխատեսելի վարչակազմ, որովհետև մեկը չի կարող ասել կամ երաշխավորել, որ այդ ճնշումը միայն Ադրբեջանի վրա է լինելու։ Հետեւաբար այսպես ամեն ինչը միայն սև ու սպիտակ չէ եւ պետք է նաև այս գոնությունը հայկական կողմը եւս պահպանի, այսինքն ներգրավվածության դեպքում արդյոք մենք ունենք երաշխիքներ, որ դա կլինի ճիշտ թիրախավորված ներգրավվածություն ստեղծված իրավիճակում եւ այդ ուղղությամբ անհրաժեշտ է աշխատանքներ տանել։ Մինչ օրս մենք ունենք միայն այսպես որոշակի դրական լավատեսություն, հաշվի առնելով Թրամփի վարչակազմի առանցքային դերակատարների կողմից հնչող մի շարք հայտարարություններ, թերևս այսպես վառ արտահայտվածը Մարկո Ռուբիոյի հայտարարություններ եւ ինչպես նաեւ հեռախոսազանգը վարչապետ Փաշինյանի հետ։ Հայտարարությունը վերաբերում էր տեքստի համաձայնեցմանը եւ բանակցությունների ավարտին։ Եվ փաստացի ամերիկյան կողմը առաջինը ամերիկյան կողմի հայտարարության մեջ արձանագրվում էր, որ Երևանին նրանք դիտում են որպես ռազմավարական գործընկեր, սա շատ կարևոր արձանագրում է եւ փաստացի հաստատում է, որ նախորդ վարչակազմի օրոք ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ուժի մեջ է եւ փաստացի նոր վարչակազմը եւս առաջնորդվում է դրանով։ Բացի այդ, կար նաեւ համաձայնագիրը շուտապույտ ստորագրելու թեզը, որը Երևանը եւս պնդում է եւ բավական կարեւոր է։ Այս ամբողջը հաշվի առնելով մենք կարող ենք ասել, որ այո կան դրական որոշակի ազդակներ եւ սակայն դա բավարար չէ եւ հայկական կողմը եւս պետք է ջանքեր գործադրի, որպեսզի Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը դառնա Թրամփի գլոբալ խաղաղության օրակարգի մաս։ Սա բավական կարևոր է եւ այդ դեպքում նաեւ մենք կարող ենք ակնկալել Թրամփի վարչակազմի ել ավելի ակտիվ ներգրավվածություն։ Այստեղ կարևոր է նաեւ այն ֆոնային գործընթացները, որոնք տեղի են ունենում, փաստացի ուկրաինական կողմում այդքան էլ լավատեսական սցենարներ չկա եւ Թրամփի կողմից առաջ քաշված այն 24 ժամում, 48 ժամում, 3 ամսում, 6 ամսում խաղաղություն հաստատելու հեռանկարը այդքան էլ իրատեսական չի, այո, կամ խաղաղության առավել եւս խաղաղության համաձայնագրի ստորագրումը իրատեսական չի, ձեռք է բերվել միայն մեկ պայմանավորվածություն էներգետիկ հրադադարի հետ կապված, բայց կողմերը ամեն օր հայտարարում են դրա խախտման մասին։ Հետեւաբար առավել լուրջ քայլերի մասին դեռևս շատ վաղ է խոսել։ Այդտեղ ձեռքբերում չի ունենալու նախագծը։ Նույնը վերահաջորդ տարածաշրջանը դա Մերձավոր Արևելքն է, Գազայի հատվածում կարծես թե ունենք ավելի շատ ապակայունացում իրավիճակի, երբ ձեռք բերված հրադադարը փաստացի խախտվեց, իսրայելական կողմը շարունակում է ընդլայնել ռազմական գործողությունները, դրանք թե օդային, թե ցամաքային գործողություններն են Գազայի հատվածում։ Միևնույն ժամանակ այսպես Համասի կողմից եւս ինչ որ հստակ ընդառաջ քայլեր չկան, հետեւաբար ասել, որ գոնե Գազայի հատվածում հնարավոր է ինչ որ խաղաղության տեսլական առաջիկա ամիսներին, դա էլ շատ բարդ է խոսել։ Այսինքն մի կողմից ուկրաինական սցենարը կամ խաղաղության տարբերակը, որը ձախողվեց, նույնը Գազայում եւ այս ամեն ինչի ֆոնին բնականաբար հետաքրքիր, կարծում եմ հետաքրքիր կլինի Թրամփի վարչակազմի համար ունենալ այսպես այդ հաջողության պատմությունը։ Եւ եթե նայում ես ընդհանուր տարբեր տարածաշրջանները, կարծես թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրն այն ամենաիրատեսական եւ կյանքի կոչմանը մոտ սցենարն է, որը կարող է ստորագրվել։ Եվ չպետք է նաեւ թաքցնել այն հանգամանքը, որ Թրամփը քանիցս խոսել է Նոբելյան մրցանակի խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալու հավակնությունների մասին եւ դա կարող է նաեւ ծառայել իր օգտին։ Դե եթե հիշենք բանակցության պատմությունը, տասնյակից ավելի ամերիկացի, ֆրանսիացի, Ռուսաստան մի նախագահ էր վերջին 2 տասնամյակում նախագահներ, ղեկավարներ Հայաստան-Ադրբեջան process-ում են եղել բազմաթիվ հայտարարություններ, հանդիպումներ, ջանքեր, որևէ մեկը հաջողության ըստ էության չի պսակվել, ավելին մենք կարող ենք խոսել անհաջողությունների շղթաների մասին, այդ թվում միջազգային ներգրավման եւ դուք նշեցիք երկու շատ կարեւոր այսպես թեժ կետ, որտեղ ԱՄՆ այս վարչակազմում ներգրաված է եւ չկա հաջողության պատմություն, իսկ Հայաստան-Ադրբեջան process-ում եկեք խոստովանենք, որ դաշտային աշխատանքը կատարված է եւ ԱՄՆ այս վարչակազմը խնդիր չունի գալու եւ
կողմերի տեսակետները մերձեցնելու ինչ որ մի խնդրի վերաբերյալ դրանք մերձեցված են 17 կետ համաձայնեցված է, բայց փղին էլ նկատենք, հա, այս սենյակում դա Ադրբեջանի ապակառուցողականությունը եւ լրացուցիչ պահանջներ, այսպես առաջ քաշելու գործելակերպը լրացուցիչ պահանջներ այն պարագայում, երբ որ հայկական կողմը տվել է ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ այդ պահանջները ըստ էության չեզոքացվում են, հա, սևագործ աշխատանք պետք չի, որ անի ԱՄՆ-ն այս պահին համաձայնեցված է, բայց նաև պետք է հասկանալ, այ կգնան արդյոք ճնշման համոզելու կամ եթե Ադրբեջանն էլ այսպես շահեր է ուզում, հա, ուզում է ստանալ ինչ-որ բաներ իր հասարակության նաև ցույց տալու, եւ եթե մտածում է, որ միայն Հայաստանն է շահում համաձայնագրից, այ ինչը կարող է դրթել Բաքվին հրաժարվել այդ ապակառուցողական պահանջներից եւ ասենք գնալ Սպիտակ տուն պայմանագիր կնքել։ Տեսեք, այստեղ կարևոր է արձանագրել այս ամեն ինչի տեսականությունը, ինչ որ քննարկում ենք, այսինքն ամենաառանցքային հարցը արդյոք Միացյալ Նահանգները Թրամփի վարչակազմը որոշում կկայացնի ներգրավել այս ամեն ինչում, բայց տեսականորեն, եթե նման որոշում կա, այստեղ կարծում եմ Միացյալ Նահանգները ունի բավական թե կառուցողական, թե ապակառուցողական այս դեստրուկտիվ գործիքակազմ Ադրբեջանին կառուցողականության դաշտ տեղափոխելու համար, ապակառուցողականությունը սկսած ամենատարբեր սանկցիոն գործիքակազմն է, ել չեմ ասում նավթի գների վրա ազդելու կամ ադրբեջանական նավթային ոլորտին հարվածելու սցենարը, ընդ որում այստեղ բավական կարևոր է արձանագրել, որ ի տարբերություն այլ երկրների, նավթային երկրների, Ադրբեջանը տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ զգալի քայլեր չի արել եւ փաստացի այսօր Ադրբեջանի բյուջեի մոտ 70-ից 80%-ը որոշ գնահատականներով դեռ ավելի շատ կախված է հենց նավթի վաճառքից եւ եթե այդ նավթի վաճառքի վրա որոշակի միջազգային մեխանիզմներով ազդեն, դա զգալիորեն հարված կլինի նաեւ Ադրբեջանի տնտեսության համար, չնայած այնտեղ կան ռեզերվային միջոցներ, սակայն այդ ռեզերվային միջոցներն էլ անսպառ չեն եւ հետեւաբար այդ ճնշումը բավական նշանակալի կարող է դառնալ Ալիևի վարչակազմի համար։ Էլ չեմ ասում, որ նույն Սոֆազը նրանց հիմնադրամը բավական որոշակի ակտիվներ ունի Միացյալ Նահանգներում, ընդ որում որոշակի պարտատոմսեր, բաժնետոմսեր ունի ձեռք բերած նաև ամերիկյան շուկայում, ունի կապիտալ Միացյալ Նահանգներում, այսինքն ազդեցության գործիքակազմը բավարար կա, չեմ ասում, որ անհատական պատժամիջոցների հանգամանքը կա, բանկային հաշիվների վրա պատժամիջոցներ կիրառելու հանգամանքը կա, սա այն դեստրուկտիվ գործիքակազմն է, կա նաև կառուցողական պոզիտիվ այդ գործիքակազմը դա արդեն ներդրումներն են Ադրբեջանի այսպես տարբեր ոլորտներում վերականգնվող էներգետիկայի հետ կապված տրանսպորտային լոգիստիկ նախագծերում եւ այլն եւ այլն։ Եվ հետեւաբար Միացյալ Նահանգները եւս կարող է որոշակի դերակատարում ունենալ եւ դրանով որը կապավի նաեւ նրա ներգրավվածությունը տարածաշրջանում, մասնավորապես օրինակ կոմունիկացիաների մասով, եթե ինչ որ նախագծերում Միացյալ Նահանգները ներգրավում է եւ տեսականորեն ապա շրջափակվում է տարածաշրջանը, Միացյալ Նահանգները կարող է ներգրավվածություն ունենալ այս ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանում, բայց ինչպես սկզբում նշեցի, ամենը շատ տեսական է եւ այսպես կախված են ամենակարևոր հարցից։ Արդյոք Միացյալ Նահանգների նոր վարչակազմը կունենա քաղաքական կամք եւ ցանկություն ներգրավելու այս ամենում։ Եվ եթե ներգրավեն, վստահաբար գործիքակազմը կգտնվի։ Կգտնվի, այսինքն ավելի շատ ցանկության հուսանք այդպիսի process պատրաստվում է, բայց իհարկե նաեւ այստեղ պետք է հասկանալ, հա, իդեպ առաջկամ Հայաստան, Միացյալ Նահանգներ զորավարժություն է սպասվում, արծիվ գործընկեր 2025, եկեք նաև Իսրայելի գործոնը միացնենք այս process-ն, որը հիշատակել է նախագահ Թրամփը եւ չենք կարող դա էլ անտեսել։ Իրանի շուրջ իրավիճակի պայթյունավտանգ դրություն, երբ որ նախագահ Թրամփը բացեբաց խոսում է ռազմական հավանական հարվածների մասին, ինչը չբացառենք, հա, մեղմ ասած։ Իսրայել, որը այդտեղից շահբազժին ստանալու ամենամեծ ջատագովն է, որովհետև Իրանին ծնկի բերելու, այսպես ասենք, միակ չէ կամ ամենակարևոր շահառուն հենց իրենք են։ Ադրբեջան, որը Իսրայելի հետ ունի լավ հարաբերություններ եւ Իսրայելում վերջերս նավթագազային ոլորտում շահբաժին ձեռք բերեց, թամար այդ հանքավայրում եւ այնտեղ կա նաեւ ամերիկյան մասնակցություն,
Այ ինչ սпасել էս իմաստով սրան գումարենք նշեցի հայ-ամերիկյան զորավարժության մասին, հայ-իրանական զորավարժություններ սահմանին ահաբեկիչներին չեզոքացնելու նպատակով, դեպ շատ հետաքրքիր է, որ Հայաստանը համ Իրանի, համ ԱՄՆ-ի հետ զորավարժություն անող պետություն է։ Բավական հետաքրքիր զարգացումներ են եւ շարունակելով նախորդ հարցի հետ կապված այդ կառուցողական գործիքակազմի մասով մի հետաքրքիր դիտարկում կար։ Օրերս Իլհամ Ալիևը փորձագիտական այսպես հարցուպատասխանի ժամանակ բավական լուրջ դժգոհություն հայտնեց, որ ԱՄՆ նախորդ վարչակազմը ռազմավարական համագործակցության այդ կանոնադրությունը ստորագրեց հայկական կողմի հետ եւ փաստացի նա մատուցեց այդ ստորագրումը որպես ի վնաս ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններին, այսպես նրա խոսքով երկկողմ հարաբերությունները փչացնելու այդ վերջին քայլը դարձավ Բլինքենի կողմից հենց այդ համաձայնագրի ստորագրումը։ Միևնույն ժամանակ նույն այդ հարցուպատասխանի ժամանակ ակնհայտ է, որ Ալիևը մի շարք այսպես գովասանքներ է հնչեցնում նոր վարչակազմի նկատմամբ, փորձում է զուգահեռներ տանել իր մոտեցումների, Թրամփի մոտեցումների միջև, ցույց տալ իրենց նմանությունները, իրենց քաղաքականության, այսպես քաղաքական նմանատիպ հայացքները եւ այլն եւ այլն։ Ակնհայտ է, որ եւ միևնույն ժամանակ Ալիևը պատրաստակամություն է հայտնում ռազմավարական հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների հետ։ Սա հստակ ուղերձ է։ Կարծում եմ Ալիևը խնդիր ունի որոշակի բալանսավորման բերել հայ-ամերիկյան հարաբերությունները եւ Հայաստան-Ադրբեջան-Միացյալ Նահանգների հարաբերությունները եւ ադրբեջանական կողմը խնդիր ունի ինչ-որ ռազմավարական բնույթի գործընթաց սկսել։ Միացյալ Նահանգների պրակտիկայում ռազմավարական գործընկերությունից առաջ ռազմավարական երկխոսությունն է, որով հայկական կողմը անցել է եւ նույն Միացյալ Նահանգների կողմից որպես կառուցողական գործիքակազմ Ադրբեջանին կարող է առաջարկվել տեսականորեն նաեւ նման համագործակցություն սկսել, ինչը ինչ-որ առումով կբավարարի ադրբեջանական կողմի ակնկալիքները։ Շարունակելով այս ռազմավարական համագործակցության տեսլականը, ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ վերջին ամիսներին Վաշինգտոնի հետ երկխոսության ձևավորման համագործակցության հաստատման հարցում ադրբեջանական կողմը փորձում է ակտիվորեն ներգրավել նաև Իսրայելին եւ այն հանգամանքը, որ Թրամփի ուղերձում, շնորհավորական ուղերձում այդ մասին եւս հիշատակում կա, վկայում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ իրոք տարվել են եւ ինչ որ առումով նաև հաջողությամբ են տարվել։ Բացի այդ չպետք է մոռանալ, որ ամենահայտնի այսպես հեղինակավոր ռաբիները կոչով դիմեցին Միացյալ Նահանգների նոր վարչակազմին Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելու եւ այստեղ բավական կարեւոր է դիտարկելու, որպեսզի Ադրբեջանը միանա Աբրահամյան ակորդներին եւ անգամ Նեթանյահուի գրասենյակից եղավ հաղորդագրություն, որ իսրայելական կողմը լոբինգ է անում այս ուղղությամբ։ Ողջ այսպես նպատակը այն է, որ տեսականորեն, եթե Ադրբեջանը միանում է Աբրահամյան ակորդներին, ինչպես այդ ակորդներին միացած մյուս երկրների դեպքում ստեղծում է եռակողմ համագործակցության ձևաչափ։ Օրինակ, նմանատիպ ֆորմատ կա Արաբական Միացյալ Էմիրությունների, Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև։ Երբ Էմիրությունները միացան այդ ձևաչափին, Մարոկոյի հետ կա նման եռակողմ համագործակցության ձևաչափ եւ տեսականորեն, եթե Ադրբեջանը եւս ֆորմալ առումով միանա այդ համաձայնագրերին Աբրահամյան, ապա դա եւս ենթադրում է, որ կստեղծի եռակողմ համագործակցության ձևաչափ, ինչի հետ կապված ես այստեղ հարց ունեմ, այդ լոբինգը ակնհայտ է հատկապես Հիկմետ Հաջևի երկու այցերը Իսրայել, բայց պետություններն թող համագործակցեն, եթե Հայաստանի շահերը ոտնատակ տալու եւ Հայաստանի անվտանգության հաշվին չի դա։ Այ մեր մտահոգությունը հայկական կողմի հավանաբար դա կարող է լինել, որ Ադրբեջան փորձ անի այդ եռակողմ գործակցությունը նաեւ Իսրայելի տարածքում ամերիկյան ընկերության հետ իր սոկարի այդ գործակցությունը իր էներգետիկ պաշարների եւ այլն փորձ անի Միացյալ Նահանգներին հակել նրան, որ ըմբռնում ձևավորվի Չակերտավոր Զանգեզուրի միջանցքի գրավման հարցում այն սոուսի տակ, որ դուք հարվածում եք Իրանին, գրավում են Զանգեզուրի միջանցքը եւ բլոկադա է ենթարկում Իրանը հյուսիսից, ինչը կարող է այդ ծնկի բերելու Իրանին ծնկի բերելու իսրայելական ծրագրերին համահունչ լինել։ Եվ գլխավոր ռիսկը մեզ համար սա է, որ Ադրբեջանը չկարողանա այս կեղծ նարատիվը հրամցնել Թրամփի ադմինիստրացիային։ Ոչ միայն դա, կարծում եմ հայկական կողմի համար հիմնական ռիսկը այն է, որ Ադրբեջանը Միացյալ Նահանգների կողմից չդիտարկվի որպես տարածաշրջանում իր թիվ 1 գործընկեր, ում հետ ըստ էության կգնա արդեն դիրքորոշումների համաձայնեցում, բոլոր առումներով խաղաղության պայմանագրի հետ կապված,
տրանսպորտային միջանցքների հետ կապված եւ այլ հարցերի հետ կապված։ Հետաբար հայկական կողմի համար հիմնական ռիսկը այդ Բաքու-Վաշինգտոն մերձեցումն է եւ պատահական չէ, որ Ալիևը իմ նշած հարցազրույցի ժամանակ հստակ ընդգծում է, որ մենք ենք այս տարածաշրջանում թիվ 1-ը տնտեսապես, քաղաքականապես, ռազմական առումով եւ հետեւաբար այն բոլոր երկրները, որոնք ինչ որ նախագծեր, ակնկալիքներ ներգրավվածության ցանկություն ունեն, չեն կարող ուղղակիորեն խուսափել մեր հետ համագործակցելուց։ Եւ այդտեղ նաեւ որոշակի ակնարկ կար Եվրամիության տրանսպորտային ծրագրերի հետ կապված։ Ինչ վերաբերում է Իրանին, այստեղ բավական կարևոր է շաբաթօրը նախատեսված բանակցությունները։ Իմ կարծիքով, թեև արկա են էսկալացիայի բավական մեծ վտանգ, մեծ ռիսկեր, այնուամենայնիվ թե Վաշինգտոնը, թե Թեհրանը չեն փակել բանակցությունների դուռը։ Եվ երկու կողմերն էլ, այսպես չնայած այդ հնչող հոխորտանքներին, սպառնալիքներին, շարունակում էին հնչեցնել, այսպես շարունակություն կար, բայց մենք պատրաստ ենք բանակցությունների։ Արդեն ընդ որում տարբերությունը գալիս էր արդեն ձևաչափերի մասով։ Միացյալ Նահանգները ասում է ուղղակի բանակցություններ, Իրանը ասում է անուղղակի բանակցություններ, ինչև այժմ էլ հասկանալի չէ Օմանում ի վերջո ինչպիսին կլինեն բանակցությունները, սակայն կարևոր հանգամանքային է, որ Օմանում կլինեն բանակցություններ։ Եվ այո, եւ այստեղ իրանական կողմի հետ նոր գործարքի հավանականությունը եւս մեծանում է եւ այստեղ հետաքրքիր է, որ իրանական կողմից հնչում են այսպես որոշակի տարբերվող ուղերձներ։ Մի թևը, քաղաքական թևը, այսպես ավելի կառուցողական ուղերձներ է հնչեցնում, ավելի պահպանողական թևը մի փոքր ավելի ռադիկալ հայտարարություններ, որ Միացյալ Նահանգները չպետք է բանակցել եւ այլն անընդունելի է բանակցությունը, սակայն մենք տեսնում ենք, որ այդ հայտարարությունների ֆոնին ըստ էության մի քանի շաբաթ անց իրանական կողմը պատրաստականություն է հայտնում գնալ բանակցություններ։ Կարծես թե սա էլ որոշակի խաղեր, դերակատարման բաժանումներ եւ ընդհանուր երկու կողմից հռետորաբանություն էր թեժացվում, խաղադրույքներն էին բարձրացվում ապագա սպասվող բանակցությունների ֆոնին, ընդ որում կարևոր է նաև նշել, որ մինչև օրս էլ թե Թեհրանը, թե Վաշինգտոնը եղել են կապի մեջ, ունեցել են հաղորդակցության խողովակներ, անուղղակի Օմանի, Կատարի միջոցով նրանք շփումներ ունեցել են։ Եվ հետեւաբար այստեղ փաստացի այդ հասունացել էր բանակցությունների պահը եւ չպետք է բացառենք նաև նոր գործարքի հավանականությունը, ինչը իհարկե շատ ավելի բարդ է, որովհետեւ Միացյալ Նահանգների դիրքորոշումներում կան որոշակի փոփոխություններ, առավել կոշտ գործարք է ակնկալվում, որը տեսականորեն կարող է ընդգրկել բացի միջուկային ծրագրից հրթիռային ծրագիրը, իրանական պրոքսիների աջակցության դադարեցման հարցը եւ այլն։ Իրանական կողմի ակնկալիքներն են, ինչպես բարձրաձայնել է արտգործնախարար Արաղչին, հիմնական նպատակը սանկցիաների թույլատվումն է։ Այսինքն այնուամենայնիվ թեև խնդրի բարդությանը ինչ որ համաձայնության հասնելու հնարավորություն կա, իհարկե մեկ բանակցություններով այդ ամենը չի կարող լուծվել, ամենայն հավանականությամբ Օմանում կպայմանավորվեն այսպես շփումները շարունակելու մասին, սակայն գործընթացի մեկնարկը փաստացի տրվում է, ինչը բավական կարևոր է։ Ինչ վերաբերում է հայ-իրանական զորավարժություններին, սա բավական հետաքրքիր զարգացում է եւ եղել են հրապարակումներ, որ իրանական կողմը պարբերաբար նման դիմումներով դիմել է հայկական կողմին, այդ թվում նաև ռազմական գործակցությունը խորացնելու հետ կապված, սակայն հայտնի իրողությունը կա պատժամիջոցների վտանգը, սպառնալիք եւ Հայաստանի նման փոքր պետությունը չի կարող է նման ճոխություն իրեն թույլ տալ եւ դիմել այնպիսի քայլերի, որոնք կարող են ռիսկեր ստեղծել իր տնտեսության համար։ Սակայն Մինասյան, որ ընդհատում եմ եւի շատ կարող է շատեր չեն նկատում կամ այդքան ուշադրություն չեն դարձնում, բայց կարևոր է նաեւ որ Հայաստան չեն մտնելու իրանական զորքեր։ Ամեն կողմը իր տարածքում է անելու։ Երկու կարևոր դիտարկում, մեկը դա էր, որ ըստ էության երկու կողմերը իրենց տարածքում են զորավարժությունները իրականացնում, սակայն համատեղ հրամանատարության ներքո, ընդ որում սա նորություն չէ։ Ադրբեջանը, եթե չեմ սխալվում, 1-2 տարի առաջ նմանատիպ մեծ զորավարժություններ անցկացրեց Իրանի հետ Արաքս գետի երկու կողմերում, այսինքն սա նորություն չէ տարածաշրջանի համար։ Եվ միևնույն ժամանակ կարևոր է այս զորավարժությունների հակաահաբեկչական բնույթը։ Այսինքն սա ոչ թե երկկողմ ռազմական գործակցության խորացմանն է ուղղված, այլ ահաբեկչության դեմ պայքար, ինչը եւս բավական կարևոր ուղերձ է եւ շատ
կարևոր դիտարկում արեցիք, փաստացի հայկական կողմը այն եզակի երկրներից է, որը կարողանում են եւ զորավարժություններ իրականացնել թե իրանական կողմի հետ, թե Միացյալ Նահանգների հետ, եւ կարծում եմ Երևանի այս համաձայնությունը, այս քայլը նաեւ ինչ որ առումով հավասարակշռման այդ քաղաքականության, արտաքին քաղաքականության տրամաբանությունից է բխում, այսինքն բոլոր կողմերի հետ մենք պատրաստ ենք որոշակի գործակցություն ծավալել եւ նման զորավարժությունների անցկացումը ինչ որ առումով նաեւ փարատում է Միացյալ Նահանգների հետ ամռանը սպասվող զորավարժությունների հետ կապված Իրանի հնարավոր մտահոգությունները։ Դե որովհետև Հայաստանի հակառակորդները ինչ է ներկայացնում, որ այս պետությունը արտատարածաշրջանային ուժեր է բերում ռեգիոն, խաթարում է ռեգիոնալ անվտանգություն, այսինքն Ռուսաստանից ու Ադրբեջանից են եթե ավելի բարձրացնենք, հա, այդ հայտարարությունները լսել, ԵՄ դիտորդեն դեմ մինչև հիմա այսպես կոշտ սպառնալից հռետորաբանությունը շարունակվում է թե Մոսկվայից թե Բաքվից Ռուսաստանը պարբերաբար մտահոգվում եւ սրացումներ են իրենց մոտ հայ-ամերիկյան զորավարժության հետ կապված եւ պատահական չի որ ռուսական ռոպագանդիստական Russia Today-ն էր առաջինը նետել հայ-ամերիկյան զորավարժությունների մասին լուրը դաշտ այն սոուսով որ բիոլաբորատորիաներ են լինելու, քանի որ ախտահարման ինչ որ սարքավորումներ են տեղակայվում եւ այս քայլը իրապես Իրանի հետ զորավարժություն, ԱՄՆ-ի հետ զորավարժություն, նաեւ Թեհրանի մտահոգությունները, չէ, կոմպարատիվ որ ամերիկյան զորքերը ձեր դեմ չեն գալիս միանշանակ։ Մի կողմից այդ, մյուս կողմից նաեւ այն, որ հայկական կողմը չի սահմանափակում համագործակցությունը միայն արևմտյան ուղղությամբ, նաեւ պատրաստ է համագործակցել իր հարևանների հետ, տվյալ դեպքում Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Եվ վտանգ չի սպառնում իր ռեգիոնում։ Որևէ վտանգ չի, բավական կարևոր է, որ Հայաստանը իր տարբեր բևեռների հետ իր համագործակցությունը զարգացնելիս թափանցիկ լինի իր մյուս գործընկերների համար, որպեսզի նրանք եւս համոզված լինեն, որ չկա որևէ վտանգ, որը սպառնում է իրենց եւ այդ համագործակցությունը ուղղված չէ իրենց շահերի դեմ։ Սա բավական կարևոր հանգամանք է եւ թերևս այդ թափանցիկության շնորհիվ է օրինակ, որ նույն իրանական կողմը որևէ մտահոգություն կամ ռիսկեր չի տեսնում Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման հետ կապված, Հայաստանում եվրոպական դիտորդների ներկայության հետ կապված։ Այսինքն սա այդ աշխատանքի արդյունքն է, որը կարծում եմ պետք է շարունակվի։ Շատ լավ, տեսեք, կոմունիկացիաների հարցը այս դարաշրջանում եւի կոմունիկացիաները առևտրային ճանապարհները դարձել են ամենակարևոր կռվախնձորը, որ գերտերությունը կունենա վերահսկողություն եւ հիմա նախ Ադրբեջանի նախագահ ոչ միայն այնքան բան է ասել, որ նախ նա հայ-ամերիկյանի համատեքստում, հա, դժգոհում էր Բայդենի վարչակազմից, ասում էր, որ Փաշինյանի վարչակազմը խաղադրույք է կատարել Բայդենի հաղթանակի վրա եւ նրանք անակնկալ են եկել Թրամփի հաղթանակից, այսինքն Հայաստանի սրտով չի այսպես Թրամփի հաղթանակը, բայց եթե փաստերին դատենք 4 տարում Բայդեն-Փաշինյան Հարիս Փաշինյան հեռախոսազրույց առավել եւս հանդիպում տեղի չի ունեցել, մինչդեռ Փաշինյան-Թրամփ հանդիպում է եղել, հեռախոսազրույց էլ երկարատև հանդիպում, այո, Վենսի հետ եւ ակտիվություն, այսինքն ասել թե այսպես հանրապետական նկատմամբ ինչ որ բան կա, դա փաստերին չի բռնում, հա, սա զուտ հիշեցի այդ մասով, բայց նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այդ հայտարարությանը արձագանքեց Ալիևը, նա խոսում էր Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի սահմանների բացելու կարևորությունից, կենտրոնական Ասիա, Եվրոպա առևտրային ճանապարհների հետ կապված Ալիևը բարկացել է եւ ասում է հասկանում եք եվրոպացի բյուրոկրատների զգացմունքները Հայաստանի նկատմամբ, բայց դուք չեք կարող անտեսել քարտեզը, այն ինչ որ դուք եք ասում, մենք արդեն ենթակառուցվածք ստեղծել ենք, Վրաստանը եւ Ադրբեջանը, Հայաստանը այդտեղ չկա, ինչ կապ ունի Եվրոպան այստեղ, դրանք ձեր գործը չեն, Եվրամիությունը պետք է հեռու մնա այս խնդիրներից։ Ես ուզում եմ բերել նաև Չինաստանի վերաբերյալ իր հայտարարությունը, ելի որ ռազմական արդյունաբերության ոլորտում կհամագործակցենք ու նաև Չինաստանի հետ ասում եմ մենք կարծում ենք, որ Չինաստանից եկող բեռների մի մասը եւս կանցնի Զանգեզուրով Զանգելանի ճանապարհով, այո, Զանգեզուրով Զանգելանի ճանապարհով, Զանգելանի ճանապարհն էլ մեր Սյունիքի հարևանությամբ է եւ վերջինը չինական համատեքստում եւ կոմունիկացիաներ չինական պատվիրակություն էր կոմունիստական կուսակցության Ադրբեջանում եւ
Ալիևն էր հանդիպել պատվիրակության հետ, նրանց ԱԺ նախագահ, նաև վարչապետը եւ երեքն էլ ասում են այն մասին, որ Զանգեզուրի միջանցք Ադրբեջանի Զանգեզուրի միջանց այդ նախագիծը մեկ գոտի մեկ ճանապարհ չինական նախագծի շարունակությունն է, ձեր շահերը համընկնում են եւ ռուսական Սպուտնիկը կեղծիք էր տարածել, թե իբր Չինաստանի պատվիրակության ղեկավարն ասել է ողջունում ենք Զանգեզուրի միջանցքը, հետո ջնջեցին, հետո Հայաստանում չինական պատվիրակության ղեկավարը հերքեց եւ այլ կխնդրեմ այս հարցը մեկնաբանել Ադրբեջանի քայլերը։ Հերթով անդրադառնանք Միացյալ Նահանգներ, Եվրամիություն, Չինաստան։ Միացյալ Նահանգների նախորդ վարչակազմի հետ կապված ադրբեջանական կողմի հայտարարությունները բավական մանիպուլյատիվ բնույթ են կրում, նույն Ալիևի հայտարարությունները, եթե դիտում եք, այստեղ շատ հետաքրքիր է։ Նա մեղադրում է Բայդեն-Բլինքեն վարչակազմին կամ ասում եմ Բայդենի եւ Բլինքենի պատճառով մեր հարաբերությունները մտան ճգնաժամի մեջ, մեղադրում է, որ 907-րդ բանաձևը կիրառվեց, դա չշրջանցվեց, ինչպես ամեն տարի է լինում, երբ եւ Ադրբեջանին այդ օգնությունը սահմանափակվեց, պատժամիջոցները վերականգնվեցին, բացի այդ դժգոհություն է հայտնում, որ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը ստեղծվեց, եւ այս ամեն ինչի ֆոնին բաց է թողնում ամենակարևոր բանը։ Ադրբեջանը այսպես խելոք նստած էր ու այդ փոփոխությունները եղան, այսինքն այդ ամեն ինչը եղել է ի արձագանք Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության տարածաշրջանում։ Երբ որ Ադրբեջանը ձեռք էր բերում պայմանավորվածություններ ու խախտում էր, երբ որ Ադրբեջանը մերժում էր Միացյալ Նահանգների միջնորդական առաջարկները, երբ որ Ադրբեջանը ագրեսիվ քայլեր էր ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, այդ ամեն ինչի հետևանքներն են Միացյալ Նահանգներ ԱՄՆ հարաբերություններում ստեղծված ճգնաժամը։ Եվ հետեւաբար այս ամեն ինչը մանիպուլացնել, ցույց տա թե իրենք սուրբ են եւ ուղղակի հայացյաց էր Բլինքենը եւ դրա պատճառով էր այս ամեն ինչը տեղի ունենում, մի փոքր աբսուրդի ժանրից է եւ կարծում եմ Վաշինգտոնում լուրջ չեն վերաբերվի նման պնդումներին եւ այստեղ ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ փորձում է նաեւ սիրաշահել նոր վարչակազմին, ասում է USAID այսպես քայքայիչ գործունեության մասին դոսիե ենք հավաքել եւ հեսա վերջացնենք հետաքննությունը, դա կտրամադրենք Թրամփի վարչակազմին, որ նրանք պատժեն։ Մասկը Թվիտանի այդ մասին։ Այսպես բավական հետաքրքիր մոտեցումներ կան Ադրբեջանի վարչակազմում, սակայն դրանք, ինչպես նշեցի, մանիպուլյատիվ շահարկումների վրա են հիմնված։ Անդրադառնանք եվրոպական կողմի հայտարարությանը, մասնավորապես Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարությանը, ով կարևորել էր Կենտրոնական Ասիայի եւ Եվրամիության մերձեցումը, կոմունիկացիոն, լոգիստիկ մերձեցումը, եթե բացվեն Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա սահմանները։ Սա բավական կարևոր շեշտադրում է Եվրամիության կողմից, սակայն ինչպես նշեց Ալիևը, ադրբեջանական ծրագրերը լիովին այլ են, որովհետև առնվազն ադրբեջանական կողմը պատրաստական չէ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել տեսանելի ապագայում եւ ինչպես Ալիևը նշեց, Հայաստանի կիսաբլոկադայի ենթարկելու քաղաքականությունը շարունակվի, այսինքն այդ ագրեսիվություն Եմենի նկատմամբ միանշանակ եւ նույն Ալիևը այսպես հայտարարեց, որ Բաքվի ընկալմամբ այդ միջին միջանցքը անցնում է Վրաստանով, այսինքն Ադրբեջան դա արդեն գոյություն ունի, դժգոհություն է հայտնում, թե ինչի ձեր մասին չհիշեցին վրացի փորձագետին։ Այնուամենայնիվ սա ակնհայտ է եւ պատճառներից մեկը, թե ինչու Ադրբեջանը չի գնում նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման, ակնհայտորեն այն է, որ դա անուղղակիորեն հանգեցնելու է նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման եւ այն 30 տարի շարունակվող շրջափակման եւ մեկուսացման քաղաքականությունը, որը իրականացվել է Հայաստանի դեմ, փաստացի դա արդեն իջիկ է դառնալու եւ դա նաեւ ստեղծելու է Հայաստանի տնտեսական զարգացման այլընտրանքներ, հնարավորություններ, ինչը բնականաբար չի բխում Ադրբեջանի շահերից, որովհետեւ առնվազն Ադրբեջանի համար ձեռնտու է ունենալ իր հարևանությամբ թույլ խոցելի երկիր, որի տնտեսական զարգացման հնարավորությունները բավական սահմանափակ են եւ որը կախվածության մեջ է նաեւ այլ դերակատարներից եւ ունի հնարավորություններ իրական դիվերսիֆիկացիա եւ հետեւաբար ռազմավարական տեսանկյունից Ադրբեջանի ղեկավարության շահերից չի բխում այսպես զարգացող Հայաստան ունենալ իրենց հարևանությամբ։ Եվ դա է պատճառը, որ չեն էլ ընդունում հայկական կողմի առաջարկները ապա շրջափակման հարցում։ Այո, որոնք ըստ տարբեր աղբյուրների թեև Կազանում բավական այսպես դրական են առաջին հայացքից ընկալվել Ալիևի կողմից, խոսքը վերաբերում է հարավով երկաթուղու վերագործարկմանը միայն բեռների համար, որը նաև ըստ էության իջիկ է դարձնում այն մտահոգությունները, որ ադրբեջանական կողմը ունի անվտանգության եւ այլնի հետ կապված։ Առաջին հայացքից դրական են արձագանքել, սակայն երբ արդեն գործնական այդ առաջարկները ուղարկվել են Բաքու, կարծես թե մինչ օրս
այսպես փաստաթղթային արձագանք չկա, կան միայն հայտարարություններ, որ դա պրակտիկ չէ եւ այլն եւ այլն, այսինքն ինչ որ անհասկանալի պատճառաբանություն։ Անցնենք Չինաստանին։ Չինական կողմի մոտեցումները տարածաշրջանում բավական հստակ են, հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող պատերազմը, դրա կարգավորման հեռանկարի անորոշությունը, չինական կողմը շահագրգռված է այլընտրանքային երթուղիներով, հաշվի առնելով, որ այն հիմնական մետաքսի ճանապարհի կամ մեկ գոտի մեկ ճանապարհի այդ հիմնական երթուղիները հյուսային երթուղին մասնավորապես հասնում է Ռուսաստանի տարածքով դեպի Եվրոպա եւ այսօր նա այսպես լիարժեքորեն ֆունկցիոնալ չէ այսօր։ Եվ բնականաբար չինական կողմը շահագրգռված է այլընտրանքային երթուղիներ գտնելով կամ որոշակի ամենատարբեր ուղղություններ, որոշակի տարբեր նախագծեր, սակայն այսպես հիմնական հաստատված միջին միջանցքի գաղափարը դեռևս լոբինգի փուլում է։ Իհարկե կան որոշակի բեռնափոխադրումներ այդտեղով իրականացում է, սակայն ասել, որ բավական լուրջ ներդրումներ են ներգրավել տարբեր դերակատարների կողմից այդ տրանսպորտային միջանցքի կայացման, մեծացման, զարգացման ուղղությամբ, դեռևս դրանից շատ հեռու ենք։ Այնուամենայնիվ, այստեղ կարևոր մեկ այլ հանգամանք կա։ Վերջը, եթե չեմ սխալվում, 1 ամիս առաջ Հայաստանի արտգործնախարարությունում չինական կողմի հետ տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ, որտեղ ըստ էության կողմերը համաձայնել էին եւ ըստ էության եկել էին համաձայնության, որ Հայաստանի կողմից առաջ քաշված խաղաղության խաչմերուկը տեղավորվում է լիարժեքորեն մեկ գոտի մեկ ճանապարհ նախագծի շրջանակում։ Սա բավական կարևոր արձանագրում էր եւ ինչ որ առումով նաեւ աջակցություն չինական կողմի աջակցություն հայկական կողմից առաջ քաշված այս նախագծին։ Եվ այս ամենի ֆոնին, երբ մենք դիտարկում ենք, որ ադրբեջանական կողմը փորձում է համոզել, ասել, չէ, Զանգեզուրի միջանցքը էլի տեղավորվում այդ նախագծի շրջանակում, ընդ որում կա այսպես բառախաղ ադրբեջանական կողմից, երբ որ պետք է ասում են պետք է դա արտատարածքային լինի, երբ որ պետք չէ ասում են դա չէ, գիտեք, դա ուղղակի տրանսպորտային միջանցք է, միջանցք բառից պետք չէ մոռանալ, վախենալ, կա հյուսիս հարաշտ միջանցք եւ այլն, սակայն ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը դրա տակ ունի նաեւ քաղաքական որոշակի պահանջներ եւ դա զուտ միայն տրանսպորտային միջանցք իմաստով չի կիրառվում։ Եվ հետեւաբար կարծես թե Բաքուն փորձում է որոշակի աջակցություն ստանալ նաեւ այսպես Զանգեզուրի միջանցքի հետ կապված իր ընկալմամբ միջանցքի հետ կապված նաև Պեկինի կողմից։ Կներեք, եւ եթե Հայաստանից ինքը կարողանա ստանա անխոչնդոտ եւ Հայաստանի իրավազորությունից դուրս, մաքսային անվտանգային վերահսկողությունից դուրս ճանապարհ, ինքը եւ ստանա ինքը դիվիդենդներ, կարող է դիվիդենդներ վաճառել նաև չինական կողմին։ Ասենք մենք ինչ երաշխիք ունենք, որ ադրբեջանական ապրանքների անվան տանք չեն հասկացվի օրինակ չինական ապրանքներ, այսպես զրոյական մաքսատուրք, առանց ստուգել եւ այլն, եւ Չինաստան դա կարողանա վաճառել, Ադրբեջան կարողանա դա վաճառել չինական կողմի վրա։ Տեսականորեն հա, բայց այստեղ կարևոր է նաեւ հաշվի առնել այդ թողունակության ծավալները, այսինքն եթե դա լուրջ նմանատիպ ծրագրեր կան, այդ բնականաբար մի քանի տոննայով չի սահմանափակվելու, դա հարյուրավոր տոննաների մասին է, որը բնականաբար չի կարող այսպես ուղղակի աշխփակվել կամ շրջանցվել։ Սակայն այստեղ բավական կարևոր է, որ հայկական կողմը փաստացի պնդում է, որ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ եւ ըստ էության կարմիր գիծ է Զանգեզուրի այդ ցանկացած միջանցքային տրամաբանություն։ Եվ ուշագրավ էր նաեւ այն հանգամանքը, որ Ալիևի այս վերջին հարցազրույցում Զանգեզուրի միջանցք արտահայտություն չկիրառվեց։ Կար օգտագործվեց Զանգեզուր արտահայտությունը, միջանցք արտահայտությունը չկիրառվեց։ Եվ ի տարբերություն նախորդ հարցազրույցների կամ հարց ու պատասխանի, որտեղ նա այսպես բավական լուրջ անդրադարձեր կատարում, քննադատում էր Հայաստանի նոյեմբերի 9-ի հայտարարության պարտավորությունները չկատարելու համար եւ այլն, այս անգամ բառակազմը բավական զգուշավոր էր ընտրված, ինչը ուշագրավ է առնվազն, եւ միևնույն ժամանակ Ալիևի կողմից եղավ նաեւ հայտարարություն, որ մենք շրջանցիկ ճանապարհի կառուցման ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկում Իրանի հետ։ Ավտոճանապարհը արդեն իսկ կառուցման փուլում է, սակայն այստեղ ամենակարևոր հարցը երկաթուղին է, որի կառուցման համար անհրաժեշտ է իրանական կողմի համաձայնությունը։ Հետաբար անգամ եթե շրջանցիկ ճանապարհը կառուցեն, դա այն լիարժեք այդ հաղորդակցությունը չի կարող դառնալ, որովհետև էլի տրանսպորտով բեռնափոխադրումները շատ ավելի թանկ են արժենում, քան երկաթգծով փոխադրումները։ Եվ հետաբար այնուամենայնիվ միջին միջանցքի համատեքստում անհրաժեշտ է անխափան գործող երկաթուղային հաղորդակցություն, ինչը հայկական կողմը առաջարկում է իր ինքնիշխանության իրավազորության ներքո, սակայն ադրբեջանական կողմը փաստացի չունի քաղաքական կամք գնալ իրական խաղաղության։ Շնորհակալ եմ զրույցի համար, կհետևենք Factor TV-ում հյուրընկալել էինք Նարեկ Մինասյանին։